Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ, 168 TV եթերում երկու ճակատ ոդքասթի 147-րդ թողարկումն է։ Էդգար Ղազարյանը եւ ես Դավիթ Սարգսյանը շարունակում ենք ամփոփել վերլուծել շաբաթական լրահոսը, դա անում ենք մեր ավանդական գործընկեր Pantera Security մասնավոր պահնորդական ընկերության աջակցությամբ, որը իր 20 տարվա փորձով շարունակում է մնալ դաշտում վստահելիության, կանխատեսելիության, հուսալիության եւ կայունության հոմանիշը, ձեզ առաջարկելով անվտանգության եւ պահնորդության եւ հեռավար եւ իրական ժամանակում ու տարածության մեջ ծառայություններ, լինի կենտրոնացված տեսահսկման, VIP թիկնապահների տրամադրման, ուղեկցման, փոստի անվտանգության եւ անվտանգության բազմապիսի այլ ծառայությունների մատուցման տեսքով, թե Երևանում, թե մարզերում։ Անվարան դիմեք մեր այս գործընկերոջը, առավել մանրամասն տվյալներ կարող եք գտնել Pantera AM կայքում, զանգահարել 077 հեռախոսահամարով կամ սոցցանցերի Pantera անվանումով էջերում կարող եք գտնել տեղեկատվություն, եթե երկու ճակատ պրոմոկոդն ասեք, հատուկ առաջարկ կստանաք։ Ժամեր անց կհրապարակվի սահմանադրական դատարան կոչվող անհասկանալի ձևով համալրված կառույցի որոշումը խիստ կանխատեսելի, մենք որևէ ակնկալիք, սպասելիք չունենք այն կառույցից, որը մեր ընդդիմադիր գործընկերներն անվանում են բարձր դատարան, բնավ բարձր դատարան չէ, խիստ ցածրակարգ դատարան է եւ ցավալիորեն վերջին մի քանի տարիներին դա ապացուցել է։ Վերջին ամենաթարմ օրինակը 2024 թվականի սեպտեմբերն էր, երբ փաստացի մեր սահմանադրական բլոկը, անկախության հռչակագիրը եւ Մայրօրենքի նախաբանը դրվեցին հակադրության մեջ, իսկ անկախության հռչակագիրը որպես պետականության հիմնարար փաստաթուղթ առհասարակ դրվեց կասկածի տակ։ Զավակին խժռող ծնող արտահայտությունը թույլ տրվեց։ Եվ ակնհայտ է, թե ինչ է լինելու սահմանադրական դատարանի որոշման բովանդակությունը, բայց այնքան էլ ակնհայտ չէ, թե ինչ է լինելու դրանից հետո։ Ես ցավոք դեռևս չեմ տեսնում ընդդիմության առաջատար ուժերի, շարքերի մարտավարությունը, թե ինչ է պետք անել, եւ խոսքը միայն մանդատ վերցնել չվերցնելու որոշման մասին չէ, որովհետեւ դա ընդամենը միջոց է կամ գործիք, բայց նպատակ չէ։ Մանդատ վերցնելը չի կարող նպատակ լինել։ Եթե մանդատները վերցվում են, իսկ ըստ ամենայնի վերցվում են, այդ որոշումը արդեն կայացված է, ապա պետք են շատ պողպատի փաստարկներ, թե ինչին է ծառայեցվելու մանդատ վերցնելը եւ ինչպիսին է իշխանապողության մեխանիզմը, ինչպես է դա իրականացվելու։ Եվ շարունակում է պահպանվել եւ նույնիսկ կահագնանալ ռիսկը, որ վարչախումբը կփորձի իրենով անել ընդդիմադիր 2 կամ միգուցե 3, բայց ըստ ամենայնի 2 խմբակցություններից առնվազն 6 падգամավորի, որ կարողանա ձայների 2/3 ստանալ, այդ ռիսկը մշտապես պահպանվում է։ Ես չեմ տեսել դեռևս ընդդիմության առաջատարների կողմից երկաթյա երաշխիքներ, որ բացառվում է իրենց կողմից դա, եւ ցավալիորեն երևի բնական իմաստով որևէ մեկը չի էլ կարող դա բացառել, նույնիսկ եթե 100%-անոց երաշխիք տաս քո քաղաքական թիմի վրա, ոչ էլ հակառակ։ Երբևէ այո չես կարող դա բացառել։ Ալանի պես մարդուն դրած մկամտեղ տշում են։ Ասենք ինչը, օրինակ չէ, սա ամենայն լրջությամբ եմ ասում, տես Դավիթ, մենք միշտ այդ բանը քննարկում ենք, չէ, որ այլ ընդդիմադիր ուժերից հնարավոր է, որ իրանք տան, ունենալով նաև մեր աչքի առաջ օրինակներ, չէ, ասենք Իշխան Զաքարյան, Գեգամ Նազարյան կամ այլ դեպքեր որոշ ժամանակ առաջ եղել։ Բայց մենք նաև հակառակը չէ պետք է տեսնենք։ Տես հիմա ես ինչ եմ մտածում, էլի։ Ալեն Սիմոնյանը, երբ որ երեք իր հրաժարականի այդ մանդատից հրաժարվելու մասին խոսում էր, մի արտահայտություն օգտագործեց, որ ասում է ես 8 տարի ավտոմատը ձեռքս առաջնագծում իմ խրամատը պայել, ուզում ասի ես այդ ձևով տրվել եմ ու հիմա հավակնել եմ նորից ազգային ժողովի նախագահ դառնում, հավակնել էր, չի առաջադրվել էր ու իրան մի կողմ շպրտեցին։ Ու ինքը ինչ էլ ուզում ասեն, էլի, ես համաձայն չեմ, ինքը անասուն չի, ինքը հասկանում է ինչա կատարվում իր հետ։ Ինքը շատ լավ է հասկանում ինչա կատարվում։ Ինքը հո գիտի, որ ինքը 1000 անգամ ուրիշների վերաբերյալ որոշումներ ինքնա չէ ձևում վարչության նիստը որն է, փակ գախնի քվեարկությունը որն է, ինքը հո գիտի, որ դրանք բոլորը ԿՊ-ում դերասանություն են, չէ՞։ Որ ընդ մի հոգի է, չէ, որոշում կա։ Ինքը հո գիտի, որ ընդ մի հոգի է որոշում։ Ու այդ մի հոգի որոշում կայացնողը իր ունեցած, Ալենի ունեցած հավակնության պայմաններով, որ նորից առաջադրվել ազգային ժողովի, ուրիշ բան չառաջադրվեր, չէ՞, ասենք խոսեին, գնար մոտը ասեր պարոն վարչապետ, հիմա ինչ եք մտածում իմ համար, ընել ասեր Ալեն ջան,
այլ բան եմ մտածել, չգիտեմ, Թուրքիայից պահանջ ունենք, Ռուբինյանն է իրաց ներկայացուցիչը, պիտի Ադրբեջանի վարչապետն է, ազգային ժողովը, Թուրքիայից պայմանավորվել ենք, էլի, դրա համար ես կմնամ վարչապետ, կարար ասեր, չէ՞։ Դու ոչ Ադրբեջան ես, ոչ Թուրքիան ես, դու չգիտեմ որն ես, Նախճեվանն ես, ասենք, ենթադրենք, Նախճեվանին հələ որ բան չի։ Աղդամը, ինքը Աղդամը։ Աղդամի թուրքերին հիմա բան չի հասնում։ Մենակ Պապիկյանն Աղդամի թուրքերից մնալ։ Հիմա կարար չէ ասեր, բայց չի ասվել իրան։ Ասել է դե հիմա քո իրավունքն է, գնա առաջադրվի։ Բան ինքը հո գիտի, որ այդ ամբողջը դերասանություն է։ Ու հիմա մյուս քպեականները, որ նայում են, որ Ալենը կուկուռուզու տողնա, թթուլավաշու տողնա, չգիտեմ, կլուբնիկու տողնա, հետ է այդ ձևի պաշտպանող իրան ռուսների դեմ խոսացող բան։ Կարա sense միանգամից sense շիշ բռնողի նման շիշը տանձը շիշ չի դրան ուրիշ ու ճամփեն, չէ՞։ Բայց մտածում են, ասենք ընդ հիմա մի հատ կա, ենթադրենք Արթուր Հովանիսյան։ Բայց նսմարը եթե Ալենի պես, Ալենը Արթուր Հովանիսյանը խո Ալեն չի կարալին, չէ՞։ Եթե Ալենին շիշը տալիս են ձեռը ճամփում են, շիշ բռնողին շիշը տալիս են ձեռը Հովիկ Աղազարյանը խո երեխա չէ, տարիքով մարդ այդքան մեջների խելքը տվել է դրանց խելքին, հելենք է փողոցներ եկել էր, այստեղ գազոնների վրա էր չէ քնում 18 թվին։ Մեզ մարդ ասենք շիշը Եթե կարան նրան այսպես միանգամից հանեն շպրտեն Հակոբ Ասլանյանը բոլոր ճակատամարտների պատերազմների մասնակից Վարդան Մամիկոնյանի զամպալիտներ եղե, մինչև հիմա սաղ պատերազմների մասնակցել էր, հանին շպրտին դուրս ասենք դրան։ Քո ասածը վկայում է վարչախմբի պարագլխի վարքագծի մի առանձնահատկության մասին։ Նա սիրում է հրապարակայնորեն ստորացնել իր կուսակիցներին։ Ոչ միայն իր ընդդիմախոսներին, ոչ միայն ամբողջ հայ ժողովրդին, այլև հենց իրեն նվիրված իր այսպես ասած գաղափարակիցներին, եթե իհարկե այդ գաղափարները բացի փողից ու հայրենահանձնումից այլ բանի շուրջ պատտվում են։ Եվ այո, Ալեն Սիմոնյանը այդ ճակատագրին արժանացել է բացառապես մեկ անձի շնորհիվ եւ նրա պատճառով, բայց նա արդեն գուժել է, որ մանդատը չի վերցնելու, հետեւաբար որևէ ազդեցություն խորհրդարանական, այսպես ասած, իշխանապողության մեխանիզմի վրա նա չի ունենա։ Թեև ունի շատ մտերիմ կուսակիցներ, ասենք այնտեղ Հասմիկ Հակոբյան անվանումով մեկը կա, որը նույնիսկ այդ վարչության միստից անմիջապես հետո դուրը շղթացնելով հրապարակայնորեն դուրս է եկել։ Սրանք բոլորը մանր հարցեր են։ Ամենակարևոր կենտրոնական խնդիրը այն է, ինչ տեղի է ունենում Հայաստանի աշխարհաքաղաքական կողմնորոշման եւ մեր արտաքին վեկտորի շուրջ, որովհետեւ մեր շուրջ տարածաշրջանը բուրըն կերպով փոփոխվում է, ինչպես տեսնում ես, Իրано-իսրայելական հակամարտությունը հանգուցալուծվել է առնվազն այս փուլում իշահ Իրանի, այս օրերին էլ այնտեղ պետական ամենաբարձր մակարդակով տեղի է ունենում այդ պետության նախկին գերագույն հոգևոր առաջնորդ Ավակ Խամենեի հուղարկավորության արարողությունը եւ Իրանը ցույց է տալիս իր հազարամյա ինստիտուցիոնալ բնույթը որպես պետություն, որպես քաղաքակրթություն, որպես մեծագույն տարածաշրջանային տերություն եւ անհամեմատ ավելի ամրապնդված դիրքերով այն փաստաթուղթը, որը մենք տեսանք օրեր առաջ, վկայում է այն մասին, որ մեր տարածաշրջանում մերքը դիտակ նոր վերաձևումներ են տեղի ունենում։ Ռուսական ճակատում մենք տեսնում ենք, որ ռուսական բանակի գործերը էապես ավելի լավ են գնում եւ որոշ ռազմական փորձագետների կանխատեսումներով մինչև ամառվա վերջ աշնան սկիզբ Դոնբասի ամբողջ տարածքը ռուսական բանակը կարող է վերցնել վերահսկողության ներքո։ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հայտնեց, որ ինքը տեղեկություններ ունի ռազմական հետախուզության, Զելենսկուն էլ դա տեղեկացրել, որ ռուսական բանակը հրաման է ստացել նախապատրաստելու Կիևի վրա գրոհին։ Այդ գրոհը 22 թվի պես չի էլի, որ կան հասնեն Կիևի մատույցներին, էլի հետ գնան, այսինքն եթե ուկրաինացիների ասածն եմ ասում, եթե դա հաստատվեց, նշանակում է դա ռեժիմի տապալման գործողություն է ալնելու, այսինքն մայրաքաղաքը վերացնում, որ այո, իր նպատակը Զելենսկու ռեժիմի տապալումն է, բայց Կիևի վրա ցամաքային գրոհը այդքան հեշտ բան չէ եւ նույնիսկ մի քանի ամսում չի կարող իրականանալ, բայց առավել իրատեսական է այն, որ Դոնբասի, այս դեպքում հատկապես Դոնեցկի ժողովրդական հանրապետության, որ Ռուսաստանի Դաշնության մաս է ըստ Ռուսաստանի տարածքային բաժանման, ամբողջ տարածքը կարող է առնվել ռուսական վերահսկողության ներքո մինչև աշնան սկիզբ։ Լուգանսկը ամբողջությամբ վերահսկում են, Դոնեցկը ոչ։ Եվ այս դեպքում, եթե նաև հաշվի ենք առնում Չինաստանի օրավուր մեծացող
եւ տնտեսական, եւ քաղաքատնտեսական, աշխարհատնտեսական դերակատարումը, ապա փոխանակ այս պայմաններում այս վարչախումբը բնականորեն ինտեգրվեր, մերձենար, ինչպես իրենք էին հայտ ներկայացրել Շանհայի համագործակցության կազմակերպությանը, Ռուսաստան, Չինաստան, Իրան առանցքին, որ շահեկանորեն մեզ հետ համընկնում է տարբեր դրվագներով տնտեսությունից մինչև աշխարհաքաղաքականություն, մեր ազգային անվտանգության շահերի պաշտպանություն, օրինակ հակաթուրանականության իմաստով, անում է ճիշտ հակառակը, ինտեգրվում է Ադրբեջան, Թուրքիա, Արևմուտք, այս դեպքում հատկապես Եվրամիություն, որովհետև Միացյալ Նահանգները որոշակի այլ դերակատարում ունի հետ։ Եվ Եվրահանձնաժողովի նախագահ երդվյալ հակառուս կամ արդեն ֆաշիզմին մոտեցող հակառուս Տիկին Ուրսուլա ֆոն դեր Լայենը երեք գալիս է Երևան, մի քանի ժամով հյուրընկալվում կառավարության շենքում։ Հիմա Երևան ժամով են գալի։ Մի քանի ժամով ընդամենը այո հյուրընկալվում կառավարության շենքում, ցավոք լուսանկար չկար Ծիրանների համատեղ գրկած, այդ կայակալասն է։ Ծաղիկ է, Իրանը ծաղիկ, էժան ծաղիկ է։ Հա, նա Ղարաբաղն է։ Բուկետը 1000 դրամ։ Եվ նրա ասելիքը այն է ընդհանրապես, որ իրենք կփորձեն պաշտպանել Հայաստանը ռուսական սանկցիաներից։ Այլ բան թե ինչու այդ սանկցիաները նախընտրական փուլում հայտնվեցին, ես ինքս դրանք խիստ բացասաբար եմ գնահատում եւ ոչ բարեկամական ժեստ Ռուսաստանի կողմից։ Ավելին, կարծում եմ, որ Փաշինյանին ուղղված մի քանի տասնյակ հազար ձայն կարող էր հենց այդ սանկցիաների կիրառման հետևանքով լինել, երբ ընդհանրապես քվեարկությունից օրեր առաջ նորանոր սանկցիաների փաթեթներ են կիրառվում եւ Փաշինյանը շատ առատ դաշտ է ստանում ոռոգելու առանց այն էլ բավական խորացած հակառուսականությունը մեր հասարակության մեջ։ Պետք չէր դա անել եւ շատ անհասկանալի ու կասկածելի է Մոսկվայի իրական նպատակադրումը եւ մտադրությունը։ Ցավոք անուղղակիորեն արդեն երկրորդ անգամ 21 թվականից ի վեր նրանք օգնեցին Փաշինյանին կամ առնվազն չխանգարեցին նրան վերարտադրվել։ Բայց ինչ է ասում այն տիկինը, որը եկել է Երևան։ Ինչ է ասում նա իր հրապարակային ելույթներում։ Ինչ են ասում նրա ռասիզմով ոչ պակաս աչքի ընկնող մյուս երկու գործընկերուհիները՝ Կայա Կալասը եւ Մարտակոսը, ասում են, որ մինչեւ 2030 թվական Եվրամիությունը պետք է պատրաստ լինի Ռուսաստանի հետ ուղիղ պատերազմի, ոչ թե առճակատման, ոչ թե սպառազինությունների մրցավազքի, այլ ուղիղ պատերազմի։ Իրանք ես կարծում եմ, դա քաղաքական խոսույթ է, դա իրական պատերազմի վտանգ Եվրամիության եւ Ռուսաստանի միջև, ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի Ռուսաստանի միջև, անկեղծ ասած ես դա չեմ պատկերացնում։ Շատ լավ, բայց մեզ համար բերիսկերը գնահատենք, այդ կար ասենք, այդ տիկինը քաղաքական սպառնալիք են բանանում արդարացնելու համար են միլիարդավոր դոլարների, եվրոների ծախսեր, որ անում են Ուկրաինա։ Այս վերջերս Զելենսկին նորից չէ եվրոպական այդ վերակառուցման, չգիտեմ, հիմնադրամին դիմել էր 5.6 միլիարդ եվրոյի Ուկրաինային համար նախատեսված գումարները ստանալու համար։ Հիմա միլիարդավոր դոլարների փող են տալի, իրանց հարկատուներին պետք է ինչ-որ ձևի փորձեն բացատրեն, թե չէ ինչի համար են անում, դες վախացնում են, ասում են, որ Ռուսաստանը հեսա նույնը տրամադրությունը Լեհաստանում է։ Եթե Ուկրաինայի հարցում Ռուսաստանը հաջողեց, հաջորդը հարձակվել է Լեհաստանը։ Բացառված բան է, ասենք ես չեմ պատկերացնում, որ այդպես բան կարող լինի երբևէ, որը մեզ համար շատ կարևոր է հետեւյալը։ Ռուսական կամ ընդհանուր առմամբ մեր ավանդական առանցքից հրաժարվելով եւ անվտանգության, եւ տնտեսության, եւ արտաքին գործընկերության այլ ոլորտների հարցում մենք ինչին ենք ապավինում, մեզ ինչ այլընտրանք է առաջարկվում, մեզ որ առանցք են ներքաշում, մեզ օրինակ խոստանում են դարձնել Եվրամիության, ասենք ասոցացված անդամ կամ Եվրամիության անդամության թեկնածու, ՆԱՏՕ-ի ոչ անդամ գործընկեր երկրի կարգավիճակ է սահմանում մեզ համար, ինչպես օրինակ Իսրայելի համար։ Իսրայելը ՆԱՏՕ-ի անդամ պետություն չէ, բայց Միացյալ Նահանգները Իսրայելին, նույնիսկ ոչ թե Թուրքիային, այլ Իսրայելին է դիտարկում տարածաշրջանում Մերձավոր Արևելքում իր թիվ 1 գործընկեր։ Եվ նաև դրանով էր պայմանավորված, որ Իսրայելը առնվազն կառավարության մակարդակով ճանաչեց հայոց ցեղասպանությունը, չէ՞ որ ակնհայտ է, որ սա նաև Միացյալ Նահանգներից եկող ժեստ էր, ազդակ էր Թուրքիային։ Մեծ հաշվով Էդգար, եթե նայում ենք մեծ Մերձավոր Արևելքի քարտեզը, այստեղ երկու առանցք ենք տեսնում։ Առաջինը Իսրայելի ակնհայտ նկրտումն է, ձևավորելու կամ կառուցելու Սողոմոնի տաճարը, ինչպես իրենք են ասում, արդեն երրորդ տաճարը Սողոմոնի, եւ դառնալու առանցքը ամբողջ Մերձավոր Արևելքում, ասենք օրինակ անխնա ոչնչացնելու Լիբանանը, ինչպես հիմա անում են, կամ Գազան, կամ Սիրիան, բոլոր հարակից պետություններից նրանք ունեն օկուպացված հատվածներ։ Իրենք են որոշում, թե որ կազմակերպություն է ահաբեկչական, ասենք Իսրայելը որոշել է, որ Հեզբոլլահը ահաբեկչական կազմակերպություն է, Լիբանանի վարչապետն էլ մի հատ Նիկոլա, որ ասում է Հեզբոլլահին խնդրում եմ չհարվածել Իսրայելի տարածքին, որ մենք չդառնանք թիրախ, փոխանակ պաշտպանի բանակին փոխարինող այդ կառույցին։ Բայց մյուս միտումը մեծ Թուրանն է, որ ակնհայտորեն գալիս է Թուրքիայից եւ Էրդողանական վարչախմբից, դրա անդակույց մասն է Ալիևը, եւ այս նախագիծը ձգվում է մինչեւ Կենտրոնական Ասիա եւ Միացյալ Նահանգները
Դրա ակնհայտ հովանավորն է, դրա ակնհայտ քավորն է, այսինքն իրեն պետք է նաև կենտրոնասիական, միջինասիական տարածաշրջանի հանքանյութերը եւ ածխաջրածինները տիրապետել։ Եվ այս երկուսն են հակամարտության մեջ ու կարծում եմ, որ Իսրայելի կողմից հայոց ցեղասպանության ճանաչման փաստը առնվազն կառավարության մակարդակով հենց այս երկու առանցքների բախումն է։ Բայց մենք մոլորություն չունենանք կարծելու, թե օրինակ այդ առանցքներից մեկի հաղթանակը մեզ բարեկեցություն է բերելու։ Եվ Իսրայելը, եւ Թուրքիան հավասարապես կամ միգուցե մի քիչ ավել կամ պակաս, բայց իրար չեն զիջում հայությանը որպես թշնամի դիտարկելու եւ այս տարածաշրջանից վերացնելու համար։ Հիմա Իսրայելին պարզ հարց տանք. եթե Իսրայելը իրոք այդքան ազնիվ է իր մղումներում ճանաչելու հայոց ցեղասպանությունը, ապա Իսրայելին կարելի է առաջարկել մեկ այլ ցեղասպանություն էլ ճանաչել իր անմիջական հանցակցությամբ։ 2023 թվականին է տեղի ունեցել սեպտեմբերին Արցախում։ Այդ ցեղասպանության իրականացումից 2 շաբաթ անց իրենք են սկսել ցեղասպանություն իրականացնել Գազայում։ Սպասել են մինչև Արցախը հայաթափվի, իրենց ակտիվ հետախուզական, դիվանագիտական, քաղաքական եւ ուղղակի ռազմական աջակցությամբ, որից հետո սկսել են 100 հազարավոր մարդկանց, այդ թվում մանուկների, ծերերի եւ կանանց կոտորել Գազայում եւ առ այսօր դա անում են։ Պատերազմը մանուկների կոտորածի պատերազմներ, հիշում ես, այն առաջիկա օրերի հիմնական զոհերի մասին տեղեկությունը հիմնականում մանկահասակ երեխաների սպանդ էր, էլի, դի դժոխք էր, դի դրանով ոչ մի խոսք։ Չէ՞ թե պարզ է, դի քաղաքական ենթատեքստ ունի, դա կարա հայկական շահերի տեսանկյունից ներկայացի միայն այն դեպքում, եթե որևէ հայ պաշտոնյա կամ դիվանագետ այդ ուղղությամբ ջանք գործադրածը լինի, ասենք, օրինակ մինչև հիմա որ տարբեր երկրներ մի քանի տասնյակ են, չէ՞, երկրները, որոնք ճանաչել դատապարտել են հայոց ավելի քան 40-ը։ Այդ երկրները, որոնք դրանց մեծ մասը եղել է այդ երկրներում գործող հայկական կազմակերպությունների եւ հայկական դիվանագիտական առաքելությունների ջանքերի արդյունքում, այսինքն մեր դեսպաններն են գնացել քաղաքական հանդիպումներ ունեցել, պայմանավորվածություններ ունեցել, հայկական լոբիստական կազմակերպությունները, դաշնակցության կառույցները հիմնականում, այլ կազմակերպությունների կառույցներ, օրինակ Լեհաստանում ես գիտեմ, այնտեղ մենք հայազգի, որ ժամանակին Լեհաստանը բանաձև անդուն է Սեյմը, Լեհաստանի Սեյմում հայազգի նշանավոր քաղաքական գործիչ կար Աբգարովիչը եւ ինքն է իր անհատական հեղինակությունը օգտագործել, որ իր կուսակիցները այդ Սեյմում այդ բանաձևը դնեն շրջանառության մեջ եւ ընդունվի։ Այսինքն եւ մեր դեսպանությունը ժամանակին մեծագույն աջակցություն է ցուցաբերել քաղաքականապես այդ գործընթացին։ Եվ հետեւաբար Լեհաստանի կողմից հայոց ցեղասպանության ճանաչումը բացի իր ազնիվ բնույթից, օրինակ լեհերը ես վստահ եմ, որ ամենաանկեղծ մղումներով են դա արել, նույնիսկ խնդիրներ առաջացնելով Թուրքիայի հետ իրանց հարաբերություններում, ինչի որ իրանք շատ բարձր են գնահատում, բայց այնուամենայնիվ գնացել են այդ քայլին, բայց նա եղել է նաև հայկական դիվանագիտական ջը։ Հիմա Իսրայելի պարագայում պատկերացնես մի հատ հայ դիվանագետի հիմա այսօրով, որ առույցի այդպես փոխաբերական իմաստով են ասում, չէ, առույցի կաթ խմածելներ Նիկոլը Հայաստանի վարչապետ ինքը գնալ Իսրայելում այդպես զբաղվել հայոց ցեղասպանության ճանաչման գործով։ Մի ժամ չէր մնա նա հանդեպ որպես դիվանագետ։ Պարզավոր սա հայկական շահով պայմանավորված չի, Թուրքիայի հետ Իսրայելը իրանց եւ Միացյալ Նահանգների հարցեր պարզելու իմաստով իդեպ ասեմ, որ Միացյալ Նահանգները մի կողմից միգուցե այդ քայլերն անում, բայց մի կողմից է Թուրքիային արժևորում։ Հիմա ՆԱՏՕ-ի գագաթաժողովը հուլիս ամսին կազմակերպում են Անկարայում ու դա պատահական չի եւ Թրամփը բնականաբար գնալու է, ընդ որում կարծեմ մի այդտեղ Թրամփն ասել է, չէ, որ դա արվում անդեղ, որովհետեւ նախագահ Էրդողանն է, այսինքն Էրդողանի եւ նրա վարչակազմի նկատմամբ վստահության նշան է որպես ցուցադրվում։ Միաժամանակ խոսում են F-35-եր Թուրքիայի նոր խմբականակ տրամադրելու, հատուկ ավիացիոն շարժիչներ տրամադրելու, որ Թուրքիան իր սեփական կործանիչների արտադրությունը զարգացնի, այսինքն Թուրքիայի նշանակությունը արևմուտքի համար գնալով մեծանում է։ Ու այդ ֆոնի վրա Հայաստանը հակառակը վերջնականապես է խզում իր կապերը ՀԱՊԿ-ի հետ, այսինքն այն անվտանգության համակարգի ռազմաքաղաքական դաշինքի հետ, որը պետք է ինչ-որ իմաստով փորձեր չեսոքացնել Թուրքիայից եկող հնարավոր ռազմական սպառնալիքը։ Մեկ էլ ասենք Եվրամիության հետ էս ծիրանախաղը, որ խաղում են, ասենք Ուրսուլա ֆոն դեր Լայենի այդ մի քանի ժամանոց
Հայաստան դառնա մի քանի ժամանոց այցելությունների վայր, էլի ոնց որ մենք Վանաձոր գնալուց Գնթունիքում ժամանակա որ կանգ առ էլի, այն ԱՄՆ պետք քարտուղարն էլ այտենց չէ, մի 40 րոպե տևե մաքսիմում։ Դե հազվել մինչև տուալետ բան մի հատ ասենք ջուր խմի սուրճ, էլավ 40 րոպե էլ երկու բառ խոս։ Նույն էս կինը օգնությունը, որ Հայաստանին առաջարկվում է, 12 միլիոն եվրո։ Մի հատ հիշի 18 թվականին Նիկոլ Փաշինյանը, որ ընտրվել էր գնաց Եվրամիություն, առաջի հանդիպան ժամանակ ասեցին Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների համար 10 միլիոն եվրո կտանք, ջղայնացել էր, ասում ես Հայաստանում օլիգարխներից մեկին ասես թափ տամ, դες գրպաններից էս թափ տալուց մենակ էլի մի 30 ասած կթափի 10 միլիոն ձեռ է կառնում։ Հիմա ասենք Ուրսուլա ֆոն դեր Լայնն ասում է մենք 12 միլիոն եվրո կտանք գյուղատնտեսական մթերքներին այդ աճը վստահ եմ գիտես չէ առնելու են թափեն եթե ինչ որ բան էլ առնելու են ասի բացառված բանա Դավիթ ջան ընդ եթե նույնիսկ բոլոր տարիֆներն էլ հանեն վաճառքի ասենք турքերը լոգիստիկ խնդիրներ կա ի վերջո գին գոյություն ունի կանոնա հիմա ասենք թե եվրոպական երկրներում Աուշան իր ցանց ունի, չէ՞։ Դրանք վաղուց թուրքական ընկերությունների հետ այդ կազմակերպությունների հետ պայմանավորվածություններ ունեն, դրանք այդ երկրներում լոգիստիկ կենտրոններ ունեն, հուսալի մատակա, կողքից ասենք մի քանի կիլո ապրանք դու ոնց պիտի տան։ Փողը կտան կթափեն մի տարի խափխփեն, երկու տարին այդ խնդիրը չի լուծում չի, որովհետև տնտեսությունը բնականon ցիկլից չես կարող դուրս բերել։ Ոչ մեկ այնքան հիմար չի, որ քեզ փող տա որևէ ապրանք գնելու, ապա եւ այն ոչնչացնելու համար, որովհետեւ ընդհանրապես պիտի օրինակ քարոզչական առումով դա ներկայացնի այդ պետության հանրությանը եւ կամ այդ պետության առաջնորդից, նրա իշխանությունից ունի ակնկալիք, ենթադրենք հակառուսական կամ հակաիրանական ճամբարի մեջ մտնելու համար։ Իսկ Փաշինյանից այլ ակնկալիք չկա։ Այսինքն օրինակ Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաները ինչու են հետաքրքրված Փաշինյանի ծառայություններով։ Ինչու են նրան մեծարում իբր ժողովրդավարության պաշտպանի։ Ինչու են աչք փակում այդ պահին կառավարության շենքի մայթին մոտենալու թույլտվություն չստացած մի քանի տասնյակ քաղաքացիների, որ որևէ վտանգ չէին ներկայացնում, պաստառների վրա, որտեղ պատկերված են տասնյակ քաղբանտարկյալների դիմապատկերները։ Մեկ բարձ պատճառով, որովհետև ինչպես հրաշալի ձևակերպում է մեր քաղաքական պայքարի ընկեր Սուրեն Սուրենյանցը հակառուսական ստրիպտիզ է ցույց տալիս։ Այդ արտահայտությունը շատ լավն է։ Այսինքն Փաշինյանի հետաքրքրությունը Եվրամիության համար սկսվում եւ ավարտվում է բացառապես նրա հակառուսական ստրիպտիզով։ Միացյալ Նահանգների եւ հատկապես Թրամփի փոխաբերական իմաստով է, չէ՞։ Ես հուսով եմ, այո, ամեն դեպքում իրականի տեսագրությունը չեմ տեսել։ Իրական հոլի շատ անդուր բան։ Միացյալ Նահանգների եւ այս պահին հատկապես Թրամփի վարչակազմի համար նրա կենսական հետաքրքրությունը ճիշտ հակառակն է, հակաիրանական առանցքը, որքան էլ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև պայմանավորվածություն կայանա, ապա եւ բարբերաբար այն խախտվի, ինչպես տեսնում ես, կողմերը չեն պահում այդ պայմանավորվածությունները։ Իսկ օրինակ Թրամփի վարչակազմի համար շատ ավելի կարեւոր է Փաշինյանի ընդգծված հակաիրանական դիրքորոշումը եւ Իրանի քթի տակ Իրանին ու նաեւ Հայաստանին սպառնացող դրվագներ հարուցել է, ասենք օրինակ թրիփը, որ տենց ամենաակնհայտն է։ Բայց մոռացել են դրա մասին հարտը։ Դե Փաշինյանը ինքն է ամիսներ առաջ խոստովանել, որ Միացյալ Նահանգների համար դա այլևս որևէ հետաքրքրություն չի ներկայացնում, բայց Միացյալ Նահանգների համար իդեմս պետքարտուղար Մարկո Ռուբիոյի, որ ինչպես քիչ առաջ իրավացիորեն նշեցիր, մի քանի րոպեով եկել էր Զվարթնոց օդանավակայան 40։ Այլ բան է հետաքրքիր, Հայաստանի հանքանյութերը եւ Արարատ Միրզոյանի հետ կնքված պայմանագիրը նախ եւ առաջ Հայաստանի ինդերքի մասին է, ոչ թե թրիփի։ Միացյալ Նահանգները այնքան միամիտ չէ, որ մտածի, թե Հայաստանի Հանրապետությունից, որպես պետություն, որևէ բան է կախված, օրինակ Հայաստանի հարավում արտատարածքային ճանապարհի կամ միջանցքի ինքնիշխանության հետ։ Միացյալ Նահանգները դա առանց Հայաստանի համաձայնության էլ կարող է ստանալ, հաշվի առնելով այս վարչախմբի ինքնությունը եւ էությունը կամ դրա բացակայությունը։ Բայց Միացյալ Նահանգների համար որպես պետության շատ կարևոր է Հայաստանի ընդերքի եւ այդ ընդերքը օգտագործող հանքանյութերը հանող, իսկ երբեմն նաեւ վերամշակող ընկերությունների սեփականատերերի հարցը, ավելի ճիշտ դրանց ամերիկյան անդրազգային, այսպես ասած, այո, կապիտալի վերափոխման հարցը։ Նա շատ կարևոր է, որ այդտեղ օրինակ չլինի ռուսական կամ գերմանական ընկերություն, որոնք կան, այլ լինեն ամերիկյան ընկերություններ։ Եվ Մարկո Ռուբիոյի այցը դրանով էր պայմանավորված։ Մենք դերևս ամբողջական մանրամասները դրա մասին չգիտենք, բայց արդեն այն ինչ հրապարակված է, բավարար է դա ասելու համար։ Իդեպ ինչպես քիչ առաջ ես հիշեցի,
21 թվականին ռուսները մի արջի ծառայություն մատուցեցին այս վարչախմբին առնվազն չխանգարելով վերարտադրվել, բայց այն ժամանակ նրանց նպատակադրումը կարող էր բացատրվել նրանով, որ 2021-ին մեր ընդդիմության հիմնական դերակատարները մերժում էին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, ասելով, որ իրենք դա չեն կատարի, իդեպ դա ծուղակ էր։ Ճիշտ հակառակն էր պետք անել, ասելով, որ Հայաստանի վրա դրված միջազգային պարտավորությունները կկատարվեն։ Այն ինչ որ ասում էին, օրինակ, այս վերջին ընտրարշավի ժամանակ։ Եվ այն ժամանակ միգուցե եւ Մոսկվան մտածում էր, որ կարելի է Փաշինյանի հետ, որի հետ կնքվել է այդ պայմանագիրը, շարունակել աշխատել։ Բայց հատկապես Պրահյան հայտարարությունից հետո, իսկ Պուտինի հետ վերջին հանդիպմանը 2026-ի ձմռանը արդեն մենք տեսանք շատ խիստ տոն, ակնկալիք այն էր, որ Մոսկվայի դիրքորոշումը Հայաստանի եւ Հայաստանի իշխանության, ոչ թե Հայաստանի, այլ իշխանության այս վարչախմբի հանդեպ տրամագծորեն պիտի այլ լինի եւ խոսքը ռետորիկայի մասին չէ։ Խոսքը Կիսիլյովի, Սալավյովի եւ Մարգո Սիմոնյանի հաղորդումների մասին չէ, այլ խոսքը օրինակ Կրեմլում նրան ընդունել չընդունելու, Հայաստանի որպես գործընկեր դիտարկելու մասին։ Դե տեսնենք, կարծես թե առաջիկայում ինքը ինչպես ասած, պիտի զբաղվեմ ԵԱՏՄ-ի հարցերով։ Մի հատ հասկանամ այդ կառույցը կա թե ոչ։ Ինքը այդ կառույցի հիմնադիր անդամ պետություն է ղեկավարում։ Հիմնադիր անդամ է Հայաստանը ԵԱՏՄ-ի, ինչպես եւ ՀԱՊԿ-ի։ ՀԱՊԿ-ը անվանել է Հայաստանի անվտանգության սպառնալիք, բայց դուրս չի գալիս անվտանգության սպառնալիք։ Չէ, բայց մի բան է հետաքրքիր, ասենք, երբ որ ինքը դարձավ վարչապետ, Հայաստանը արդեն մի քանի տարի էր ԵԱՏՄ անդամ էր, չէ՞։ Ինքը 18 թվականից դառավ վարչապետ, 8 տարի է ինքը Հայաստանի վարչապետ է, ԵԱՏՄ-ն է կա։ Հիմա եկել է այս վերջի մի քանի ամսում, ասում եմ, արդեն ԵԱՏՄ-ն ինչ է լավ։ Հələ մա տենան կա թե չկա, եթե կա, ուրեմն կա։ Այսինքն ինչ եղավ որ վերացավ, ինչի վերացավ։ Այդ ԵԱՏՄ անդամ մյուս երկրները իրանց հետ նույն հարաբերությունները կա։ Միջալոց հիշում ես Դավիթ։ Նույն խոսությունն է ՀԱՊԿ-ի հետ կապված։ Հիշում ես, երբ որ ժամանակին ՀԱՊԿ-ը ասում եմ, ոչ թե մենք ենք դուրս գալի ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս գալի մեզնից, Հայաստանից։ Ասենք էդի ցանկացած միջազգայնագետ դիվանագետի որ ասես, հենց հասկացավ ինքը Նիկոլ Փաշինյանն ինչ ասում, կետա ինքնասպան կլինի։ Հələ լավա չեն հասկանում, էլ որովհետև դա հնարավոր չի հասկանալ, որովհետև բոլորը հասկանում են, որ պետությունները կարան ստեղծեն միջազգային կազմակերպություն, որ ստեղծված միջազգային կազմակերպությանը պետությունը կարա անդամակցի եւ դուրս գա։ Բոլորը դա բայց որ միջազգային կազմակերպությունը պիտի պետությունից դուրս գա, էդի ով հասկացավ կմեռնի։ Հասկանալուց կմեռնի։ Հիմա ես ինքնա չէ նոր թեզեր ասեմ, ասում եմ ԵԱՏՄ-ն կա թե չկա, պիտի հասկանանք։ Ինքը ասում եմ մի կողմից ասում եմ ԵԱՏՄ-ում ես շատ կարևոր մարդ եմ որոշումների կայացման հարցում։ Բայց չգիտի կա թե ոչ։ Մեկը չգիտի այդ կազմակերպությունը կա թե չկա։ Ու հիմա ասենք թե այս Եվրոպական միության հետ էլ է իրա այս հարաբերությունների վերջո եւ դու քո խոսքում ասել որ դա նախընտրական շրջանում շատ սանկցիաներ կիրառու է։ Բայց չմոռանանք որ մայիսի 4-ի Եվրոպական համայնքի գագաթաժողովն էլ է նախընտրական շրջանում եղել։ Ու շատ որոշումներ Հայաստանի վերաբերյալ կայացվել են դրանից հետո, որովհետեւ Ռուսաստանում խո մարդիկ հիմար չեն։ Իրանք հասկանում են, չէ՞, այդ գագաթաժողովը ինչի է Երևանում։ Երբ որ դա ոչ պաշտոնական գագաթաժողով, այսինքն որևէ ԵԱՀԿ-ի միջոցառում չէ, որ ասես միջազգային կազմակերպություն է, դու դրա անդամ ես, այբենական կարգով եկել, այսինքն այն որ պիտի ԵԱՏՄ-ի գագաթաժողով էս տարիներ Աստանայում դրա համար ոչ մի խնդիր չկա, չէ՞, միջազգային կազմակերպությունը այբենական կարգով անդամ երկրները հյուրընկալում են, չէ՞։ Էսի խոտենս չէր։ Դու ակնհայտ չլինելով Եվրոպական միության անդամ, որևէ առնչություն չունենալով դրա հետ, հատուկ բերել ես այդ գագաթաժողովը անցկացրել ես Երևանում, իմանալով, որ այդ ձևաչափը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերին ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո։ Բոլոր գագաթաժողովներին Փաշինյանը մասնակցել է, եթե ապուշ չի, ապա գնալուց պիտի հասկանար, որ ընդ քննարկվող հարցերը վերաբերվում են Եվրամիության արևմուտքի հավաքական ջանքերին Ուկրաինային աջակցելու Ռուսաստանի դեմ պատերազմի հարցում։ Եթե այդ սաղ իմանալով հանդերձ, այդ գագաթաժողովը բերել ես Երևան, գագաթաժողովի հետ միասին Երևան ես բերել Զելենսկի չեմ ասում, այդ Տիխանովսկայի հանրային հեռուստաընկերության հարցազրույցով, դե դրանք էլ ասում են գնա պատասխանը ստացի։ Իսկ այդ պատասխանը եղել է այդ ժամանակաշրջանից հետո։ Հիմա ինքն էլ մեր տնտեսությանը դրել է ծանր վիճակի մեջ,
հազարավոր տնտեսվարողներ, այդ գնալով դրանց թիվը ավելանում է, հայտնվում են, կորցնում են միլիոնավոր դոլարներ, տնտեսությունը բանանում կոլապսի առաջ, մի քանի ժամով էլ էս կինը եկել աստե ասում է ձեզ կտամ դրա համար 12 միլիոն եվրո։ Դոլարով միլիարդատերին վարչապետ չեն ընտրել, որը միլիարդավոր դոլարների խոստումներ էր տալի, որ պիտի Հայաստանում իրականացնի։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի 12 միլիոն եվրոյի վրա պետք է մենք ուրախանանք։ Սրանց հաշվարկը նայելի ինչ ենք մենք թողել, մի դոլարով միլիարդատեր Բաքվի բանտումա, մեկը ստե Հայաստանում տնային կալանքի տակ, մյուսներին ով որ միլիարդատեր չի միլիոնատերը ասում է պիտի տունը սարքի ծերանոց, գնացե Ուրսուլա ֆոն դեր Լայենին ասում այ կնիկ 12 միլիոն փող կարաս 10 տանք այդ պամիդորը ծիրան աճացնողներին այս տարի բանը բողոքի ցույցեր չկազմակերպեն մեր դեմ, որ տենակ ինչ է ալնում։ Հայաստանը միայն հակառուսականության ծիրում չի հայտնվել։ Այս վարչախմբի գալու առաջին օրվանից նրանք նաև հակաչինականության եւ հակաիրանականության առանցքում են։ Ուզում եմ հիշեցնել, որ դերևս մինչև 44-օրյա պատերազմը այս վարչախումբը Միացյալ Նահանգների հորդորով Ջոն Բոլթոնը անձամբ էր այդ հարցը բարձրացրել Երևանում, միացավ ուйղուրամետ հակաչինական մի կազմակերպության, որը շատ վատ ընկալվեց Չինաստանում։ Չինաստանը ի դեպ այն երկրներից է, որը չի շնորհավորել Փաշինյանին առ այսօր, ի թիվս Ռուսաստանի։ Սա շատ կարևոր է հարցանագրել։ Եվ բոլոր Ադրբեջանը չի շնորհավորել։ Բոլոր այն մարդիկ, որոնք չեն պատկերացնում Չինաստանի ներուժը ժամանակակից աշխարհում, լավ կանեն, հասկանան։ Սա միգուցե անգամ ավելի արժեքավոր շնորհավորանք կլիներ, քան նույնիսկ Դոնալդ Թրամփի կամ հատկապես Եվրամիության բարձրաստիճան պաշտոնատար անձանց շնորհավորանքը։ Եվ մյուս կողմից նաև ուզում եմ հիշեցնել դեռևս ԿՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի արհամարական խոսքը Իրանի Իսլամական Հանրապետության մասին, որպես բռնապետական երկիր նա որակեց Իրանը։ Ահա այսպիսի մանկամիտ եւ դիվանագիտության հետ որևէ առնչություն չունեցող մեր իրական բնական դաշնակիցների կշիռը չպատկերացնող անձինք են արդեն 8 տարի շարունակ եւ ավելի ղեկավարում մեր պետությունը եւ անում են հայտարարություններ առանց գիտակցելու դրանց ճակատագրական բնույթը։ Ոչ Իրանը, ոչ Չինաստանը, ոչ Ռուսաստանը, իդեպ երեքն էլ կայսերական պետություններ են, կայսերական եւ քաղաքակրթություններ են երեքն էլ։ Չեն մոռանում սրանք, չեն անցնում։ Միգուցե ներեն, բայց երբեք չեն մոռանում։ Իսկ ինչ վերաբերում է ռուսական սանկցիաներին, ես կարծում եմ Ռուսաստանը առավել խելամիտ, խելացի եւ հաշվենկատ պետք է գործեր, հաշվի առնելով հենց այդ մայիս 4-5-ին Երևանում տեղի ունեցածը։ Քանի որ ռուսական փափուկ ուժը որպես կանոն չի գործում այնքան արդյունավետ, որքան արևմտյան փափուկ ուժը, ռուսական կոշտ ուժն է գործում ավելի արդյունավետ, ի տարբերություն արևմտյան կոշտ ուժի, սա պետք է ընդունել։ Հերթական անգամ իրենց ֆալստարտը արեցին, ըստ ամենայնի հաշվարկելով, որ այդ սանկցիաներով իրենք վնաս կտան Փաշինյանին։ Ես չեմ պնդում կամ չեմ ուզում հավատալ, որ իրենք միտումնավոր օգնեցին Փաշինյանին այդ սանկցիաներով։ Բայց առնվազն, եթե միտում չի եղել դրա մեջ, ապա նրանք սխալ հաշվարկ են արել, առանց հասկանալու, որ նման քայլերը նախընտրական շրջափուլում ցավոք սրտի Հայաստանում ձևավորված հիմնականում սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված հակառուսականություն ավելի են խորացնում, իսկ հակառուսականությունը այն քիչ լարերից մեկն է, որի վրա հմտորեն խաղում է Նիկոլ Փաշինյանը։ Հետևաբար դա պետք էր թողնել ընտրություններից հետո իր վերարտադրության դեպքում եւ կամ իշխանապողության դեպքում այդ խնդիրները բնական հանգամանքների բերումով ուղղակի կվերանային։ Ցավոք սրտի դա չարվեց։ Եվ հատկապես օրինակ Երևանում, Արաբկիրում եւ Կենտրոնում Փաշինյանը ֆիզիկապես ավելի շատ ձայն ստացավ, քան 21 թվականին։ Սա անհեթեթություն է։ Սա աբսուրդ է, որովհետև եւ Կենտրոնը եւ Արաբկիրը Երևանի ամենաանդիմադիր երկու վարչական շրջաններն են։ Օրինակ, Էրեբունիում կամ Շենգավիթում նա մինչև 46% է ստացել, բայց այդտեղ ակնհայտ վարչական ճնշում եւ ուղղորդումներ են եղել։ Ավանում կամ Կենտրոնում, Արաբկիրում, Նոր-Նորքում հավաքական ընդդիմությունը ճիշտ է հաղթել է ԿՊ-ին, բայց այդտեղ օրինակ հատկապես Կենտրոնում եւ Արաբկիրում Փաշինյանը ֆիզիկապես ավելի շատ ձայն է ստացել, ավելի շատ քվ է, քան 21 թվին։ Եվ ես դա պատճառաբանում եմ նաև կեղծիքն էլ պատճառաբանում։ Դե կեղծիքը ակնհայտ է, դե կեղծիքը ամեն տեղ է, դա պարզ է։ Բայց ես դա նաև Ռուսաստանի գործողություններով եմ պատճառաբանում, հաշվի առնելով Կենտրոնի, Արաբկիրի եւ ընդհանուր առմամբ Երևանի բնակիչների, ինտրողների մտավոր ցենզը, ասենք Էդգար ջան, պարզա չէ, որ նրանք Փաշինյանի էժանագին կտերը չէին ուտելու, բայց այդ մարդիկ օբյեկտիվ դժգոհություններ ունեն
Ռուսաստանի եւ այլ պետությունների դաշնակցային պարտավորությունների կատարման հետ կապված։ Եվ որքան էլ այդ մարդկանց բացատրեց, որ դու ես քո իշխանությունն է վիժեցրել դրանց կատարումը, միևնույն է, իրենք այդ կողմից տեսնում են քայլեր, գործողություններ, որոնք ոչ բարեկամաբար են գնահատվում, եւ դրանք արվում են ոչ թե վարչախմբի, այլ ժողովրդի հանդեպ, այսինքն պետության, բայց դուժում է նախ եւ առաջ ժողովուրդը։ Եվ որքան էլ որ բացատրես, հասկացնես, համոզես, որ այո, դու Եվրամիություն մեկ անգամյա առաքմամբ, ասենք մի քանի տոննա ծիրանի կամ ծաղկի, չես կարող արտահանման հարց լուծել եւ տնտեսության այդ արտահանելի հատվածը ամբողջապես փլուզվելու է։ Մյուս կողմից դու շարունակաբար քո երկիրը դնում ես թուրք-ադրբեջանական էներգետիկ կախվածության մեջ եւ ինչպես ամիսներ առաջ ձևակերպել էր, միասնականացնում ես քո էներգետիկ համակարգը։ Իհարկե, այդ մասին հարց է հնչել եւ նա պատասխանել է։ Եվ այն ամենօրյա հաղորդագրությունները, որ մենք լսում ենք, թե Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով նավթամթերքի կամ հացահատիկի հերթական խմբականակն է տեղափոխվել Հայաստան, ցավալի ասոցիացիային առաջացնում 90-ական թվականների հետ, այդ մասին խոսել ենք նախորդ եթերում, բայց նաև նախապատրաստում են մեր հանրությանը նրան, որ շուտով մենք մեր արտաքին առևտրատնտեսական գործընկերներից զրկվելու ենք։ Այսինքն Ադրբեջանի եւ Թուրքիայի բարի կամեցողությունից է կախված լինելու։ Մենք ինտերնետ կունենանք թե ոչ լայնաշերտ։ Մենք հացահատիկ կստանանք, մեր ամբարները լիքը կլինեն, վառելիք կունենանք թե ոչ։ Այսօր Մոսկվայում վառելիքի հերթեր են։ Հարյուրավոր բենզալցակայաններում բենզին չկա պարզապես։ Եվ պարզ է, չէ, որ այնտեղ ասենք տնտեսությունը շատ ավելի ստրուկտուրիզացված է, շատ ավելի խոշոր խաղացողներ կան, այնտեղ ասենք մեր խմբականակները իրենց կողքը ծիծաղելի են, չէ, պարզապես։ Կորուստների չափ էլի։ Մեզ մոտ պատկերացնում ենք ինչ է կատարվելու, եթե օրինակ մեր վառելիքի շուկան հենց ռուսական ուղղությամբ կոլապսի ենթարկվի, որևէ մեկը պատկերացնում է, ավտոմեքենա կարողանալու է հանի։ Տանը հոսանք ունենալու է թե ոչ։ Այս պարզ հարցերը, որ բոլորը համարում են ի վերուստ տրված։ Այսինքն by default այդպես է։ Դու պիտի հոսանք ունենաս, մեքենայիդ բենզաբակում միշտ պիտի բենզին լինի, բա որ չլինի։ Բա որ չկարողանաս լսել, բա որ հոսանք օրերով չունենաս։ Դե հիմա կախվածությունը Ադրբեջանից է, տանում են դեպի դրան։ Ադրբեջանն դե պարզ է, չէ, որ անհրաժեշտ պահի ինքը այդ որոշումները կայացնելու է։ Դու հիշում ես շրջափակման օրերին Արցախի, այն ինչ որ հիմա ներկայացվում է որպես ձեռքբերում, արցախցիները ամենածանր զրկանքների գնալով դիմադրում էին նրան։ Ադրբեջանը 2023 թվականին առաջարկում էր Աղդամի ճանապարհով եւ այլ տրամադրել, եւ բենզին տրամադրել, եւ դիզվառելիք տրամադրել։ Մարդիկ գնացել էին կանայք, երեխաները ճանապարհին կանգնած ասում էին հանկարծ դա այստեղ չմտնի։ Իրանք պատրաստ էին սովահարության, բայց պատրաստ չէին Ադրբեջանից սննդամթերք ընդունելու։ Իսկ հիմա մենք այստեղ հիմա դա ներկայացում է որպես մեծագույն ձեռքբերում ադրբեջանական վառելիքը կամ Ադրբեջանի տարածքով, ընդել Ադրբեջանի տարածքով ո՞րն է։ Նույն բեռը կարար Վրաստանի տարածքով միանգամից գար Հայաստան, հիմա մտցնում են Ադրբեջանի տարածքով, էլի Վրաստանի տարածքով են վերում, նայեցեք չի որ Ադրբեջանը Հայաստանից սահմանը բաց է։ Ոչ մի բաց սահման, արկա սահմանի պայմաններում, արկա երկաթգծի պայմաններում Ադրբեջանից Հայաստան, այդ շարժակազմերը Վրաստանի տարածքով են միևնույն է գալի Հայաստան։ Այսինքն ընդամենը մի օղակ են ավելացրել, որպեսզի թուրքերին գովան։ Կարեն միանգամից Վրաստանի տարածքով բերեն, մտցնում են Ադրբեջանով, տանում են Վրաստանով, հələ որ ազատ ժամանակ էլի կարող է մտը տանեն Թուրքիայով, բայց 19 նոր բերեն, ասեն Թուրքիան էլ բացեց իր սահմանը։ Տարել ենք այդ նույն գնացքը, որ մտել է Վրաստան, գնացել մտել Վրաստանից Թուրքիա, պատտվել նորից հետ է եկել, նույն ճանապարհով նոր մտել է Հայաստան։ Թուրքիան է կա այս գործի մեջ։ Էդ է դրա, այսինքն քարոշչական, բայց փաստացի ֆիզիկական կախվածությամբ, ընդ որում ես վստահ եմ, որ էսի շարունակություն ունենալու Դավիթ ջան, ադրբեջանական ծրագրերը որ նայում ես, այդ մարդիկ լուրջ են վերաբերվում Հայաստանը վերացնելու, օկուպացնելու իրենց մտադրություններին։ Հիմա ասենք այդ վառելիքի պարզա, չէ, սկսելու են մատակարարումները հայկական ընկերությունների միջոցով, հաջորդ этаպում խնդիր են դնելու Սոկարի սեփական ցանցը ունենալ հայ, ոնց որ կա Վրաստանում։ 60 համայնք է Հայաստանում, հիմա մեծ համայնքներում թող մի քանի հատ էլի 100 հատ բեզալցակայան Հայաստանում տեղադրել է, դա մի 6 ամսվա խնդիր է, բեզակալոնքի եսի մի շինություն չի էլի։ Ամեն մեկ եթե $1 միլիոն էլ արժեն, $100 միլիոն էդի դրանց համար ինչ խնդիր է։ Բոլոր համայնքներում Հայաստանի Սոկարի բեզակալոնքը կդնեն, Սոկարնը գիտես, չէ, կորպորատիվ կանոն ունի։ Բոլոր Սոկարի բեզալցականների դիմաց Ադրբեջանի դրոշը ծածանվում է։ Սոկարի դենը Վրաստան որ գնացել ենք, տեսել ենք։
Հիմա բերեն դրոշները շարեն նստեն։ Հաջորդ էտապում ասելու են բանը, Սոկարում աշխատակիցները պիտի ադրբեջաներն իմանան, որ ղեկավարության հետ կարողանան հաղորդակցվեն։ Դպրոցներում բանում ադրբեջաներենի դա մի ժամանակ մեր մոտ տարածված էր անգլերենի, չէ՞, դասընթացները, հիմա կլինի ադրբեջաներենը։ Բա Սոկարում բարձր աշխատավարձ են տալի։ Դեզապրավщիկները ավելի բարձր են վարձ։ Հետո Սոկարը կասի պիտի ադրբեջանցի լինի աշխատը։ Այն 300,000 ադրբեջանցիները որ գան, Սոկարում էլ պիտի աշխատեն, չէ՞։ Հանգիստ դրան է տանելու այդ հայկական էլեկտրական ցանցերը որ վերցրել են։ Ու կարծիքով դրան սեփականատերը ոչ մի արտասահմանյան կազմակերպություն դա չի առնելու։ Արբիտրաժային դատարանների վճիռների տակ գտնվող ռիսկային խլված, չէ՞, ցանկացած պահի դա պիտի հետ վերադարձվի դա սեփականատիրոջը, չէ՞։ Ոչ մի մաքուր էներգետիկ ոլորտի ընկերություն եվրոպական կամ ամերիկյան չի մտնելու այդ կեղտոտ գործարքի տակ։ Դրա տակ կարան մտնեն մենակ թուրքերն ու ադրբեջանցիները։ Ընդ ինչի համար, որպեսզի խոշոր գործատույա ու գլխավոր էներգետիկ համակարգը, չէ, ենթակառուցվածքային համակարգը, ընդհանրապես քաղաքական որոշումով վերահսկողության տակ վերցնեն 7000 աշխատող ունի, 7000-ը մի օրում քանը 7000 թուրք։ Կընդունեն աշխատանքի։ Ինչ պիտի անես։ Այդ ամենը մեկ գլոբալ հարցի մասնավոր դրսևորումներն են։ Իսկ այդ մեկ գլոբալ հարցը Հայաստանում Ալիևյան սահմանադրության ընդունումն է։ Այսինքն Հայաստանի Հանրապետության լուծարումը եւ փոխարենը անհասկանալի ամորֆ պետական գոյացության ստեղծումը, որի սահմանները անհայտ են լինելու, ժողովրդագրությունը անհայտ է լինելու, հասարակական համակարգը գիտակրթական, մշակութային բոլոր համակարգերը լինելու են աղճատված, աղավաղված, թշնամական վերահսկողության եւ ենթակայության ներքո։ Այսինքն Ադրբեջանում հաստատված դպրոցական դասագրքերով պետք է կազմակերպվի ուսուցումը, Ադրբեջանում վերապատրաստված կամ ադրբեջաներենի տիրապետող Ադրբեջանի մշակութային գանձերին, իրենք այդպես կասեն, տիրապետող ուսուցիչները պետք է դասավանդեն իրենց բնակչությանը, ձեռքի հետ էլ նաեւ սեր եւ հանդուր ժողականություն ներարկեն հայ ժողովրդի մեջ առ եղբայրական ադրբեջանցի ժողովուրդը։ Իրենց ժողովրդի բժիշկները եւս պետք է ադրբեջանցիներ լինեն այստեղ, դա իրենց պահանջն է, որովհետեւ իրենք չեն վստահում հայ բժիշկներին։ Սկզբում կապրեն գետոյացված, այսինքն առանձին համայնքներում, ապա հետո արդեն տարալուծված։ Ճիշտ այնպես, ինչպես տեղի է ունեցել խորհրդային Հայաստանի պատմության ընթացքում 1920-ից 80-ական թվականներին։ Լեռնային գյուղերում սկի չգիտեինք, ասենք թե որ Վարդահովիտում թուրք են ապրում։ Վաղ խորհրդային շրջանում Հայաստանում կային ամբողջական թաթարաբնակ գյուղեր, այսինքն գյուղ, որտեղ ձևի համար գեթ 1 հայ չկար։ 80-ական թվականների վերջին արդեն ապրում էին խառնիճաղանճ կազմով, այսինքն օրինակ Մասիսի շրջանի որոշ գյուղերում կային եւ հայեր եւ ադրբեջանցիներ։ Գերակշռողը, ասենք, ինչ որ գյուղում ադրբեջանցիներն են, ինչ որ գյուղում հայերը։ Նույնը Վարդենիսի շրջանում։ Անգամ Երևանի որոշ թաղամասերում մեր միջինից բարձր տարիք ունեցող քաղաքացիները շատ լավ հիշում են, գիտեն եւ մինչեւ այսօր էլ Երևանի տարբեր թաղամասերում, ասենք օրինակ Կոնդում կամ Սիլաչիում ասում են, օրինակ սա թուրքի մայլա էր, այստեղ թուրքեր էին ապրում եւ այդպես շարունակ։ Հիմա նույն տրամաբանությունը շատ ավելի արագացված տեմպերով այս վարչախումբը Ալիևի կամակատարի կարգավիճակում վերականգնելու է եւ իրականացնելու է։ Եվ հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին հաջորդած առաջին բարձրաստիճան պաշտոնատար անձի Ալիևի խորհրդական Հիկմեթ Հաջիևի այցի իմաստը դա էր։ Դա այնպիսի հարց չէ, որը հնարավոր է հեռախոսով քննարկել։ Դրա համար անձամբ է պետք գալ Հայաստան եւ տեղում ծանոթանալ մանրամասներին։ Իսկ ամենամտահոգիչը Ալիևի համար այն էր, որ վարչախումբը նույնիսկ նման ռեպրեսիաների եւ Ալիևի, Էրդողանի ու մյուս գործընկերների անսահման աջակցության պայմաններում չհավաքեց ձայների անգամ 50%-ը, ել չասած ձայների կամ մանդատների 2/3-ը։ Մի կերպ ընտրագողությամբ, մի ամբողջ խորհրդարանական խմբակցության ամպուտացիայով ստացան, գողացան 3/5 մանդատներ, 2/3-ը չհաջողեցին։ Եվ հիմա Բաքվի մեծագույն մտահոգությունը դրանով է պայմանավորված, որովհետև Փաշինյանը ուղղակի չի ձգի որպես Հայաստանի ղեկավար, իրեն չեն պահի այդ պաշտոնում, քանի իր կենտրոնական կարևորագույն դերը, առաքելությունը այս փուլում չի իրականացրել։ Իսկ այդ առաքելությունը Ալիևից ստացած այդ հանձնարարությունը մեկն է՝ ամեն գնով Ալիևյան սահմանադրության անցկացումը։ Եվ Փաշինյանի շատ
հոխորտալից եւ վիրավորական արտահայտությունները մեր ավելի քան կես միլիոն համակարգացիների հասցեին թե իբր ընտրակաշարք են վերցրել, դրանով են պայմանավորված։ Պարզ է, չէ, որ աշխարհում չկա այնպիսի մի նորմալ խելամիտ ոչ հոգեկան հիվանդ արարած, որը կարծում է թե 500,000 մարդ կարող է ընտրակաշարք վերցնել։ Ոչ մեկ չիմանա դրա մասին։ Բայց Փաշինյանը դա ասում է միտումնավոր, դա ասում է իրեն բնորոշ մանիպուլյատիվ ոճով, մեկ պարզ պատճառով, որովհետև իրեն պետք է արդեն դիսկրեդիտացնել ոչ թե նույնիսկ ընդդիմության առաջնորդներին, ինքը համարում է, որ այդ հարցը լուծել է, այլ հայ ժողովրդին, ավելի ճիշտ հայ ժողովրդի մեծամասնությանը, այն հատվածին, որը կարծում է, որ Արցախի հարցը փակ չէ, որ Ադրբեջանը ռազմական հանցագործ եւ ցեղասպան պետություն է, որ չի կարելի Երևանի գետնանցումների պատերից մաքրել մեր հերոսների դիմապատկերները, չի կարելի աղճատել եւ պղծել Եռաբլուրը, չի կարելի նսեմացնել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, զոհերի թվակալման, հաշվարկի եւ այլ անհեթեթ գաղափարներ դաշնետելով չի կարելի այս ամենը անել։ Ինքը հո գիտե, որ հայ ժողովրդի մեծամասնությունը այդ որակների կրող է եւ մի քիչ էլ զարմացած է, որ իր այս ֆաշիստական ռեպրեսիվ մեքենան գործի դնելով 8 տարի շարունակ մարդկանց ուղեղները ամեն օր կոյուղով ոռոգելով եւ մաքրելով, ամեն անգամ փորձելով ազգային ամեն ինչ ջնջել, միևնույն է չի հասել իր նպատակին, նա տեսնում է, որ չաշխատեցին իր պլանները եւ Ալիևը դժգոհ է իր ծրագրերի կատարումից։ Այդ քո հիմնավոր խոսքի ընթացքում ես բացեցի քաղաքացիական պայմանագիր կուսակցության էջը, որտեղ են գլխամասային որպես կարևորագույն ուղղություն կա իրանց 7-րդ համաժողովի հռչակագիրը ու դրա գլխագիրը։ 7-րդ համաժողովում ընդունված հռչակագրով կուսակցությունը հռչակում է Հայաստանի 4-րդ հանրապետության հաստատումը որպես առաջիկա ռազմավարական անելիք։ Մատ ինձ կասես, ասենք 4-րդ հանրապետությունը ո՞րն է։ Մեր հանրապետությունների համարակալումը ով է դրե, ով ասե, որ սա 3-րդ է, ինչ է նշանակում 4-րդ։ Եթե սա 3-րդ է, պետք է լինի 4-րդ, նշանակում է սա պիտի վերանա, չէ՞։ Վերանա, դրա փոխարեն լինի 4-րդը հետ է հուշում տրամաբանությունը, եթե սա համարակալել են որպես 3-րդ, բայց իրականում ոչ մի համարակալում է գոյություն չունի։ Օգոստոսի 23-ի հռչակագրով ասում է հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման արդյունքում հռչակվում է նոր պետության ստեղծման մասին, որի անունն է Հայաստանի Հանրապետություն, կրճատ Հայաստանից, չի ասում 3-րդ հանրապետություն։ Նա իրավահաջորդը չի, ոչ հայկական ԽՍՀ-ի, ոչ 18-ից 20 թվի հանրապետություն։ Սա նոր պետությունն է, եթե նրա անվանումը նույնիսկ համընկնում է 18-ից 20 թվականի հանրապետության հետ, ապա մեր հռչակագիրն ասում է, որ մենք 18-ից 20 թվի հանրապետության ժողովրդավարական ավանդույթների շարունակող ենք, բայց իրավահաջորդը չենք։ Այսինքն, ինչ են ասում այս մարդիկ, գրել դրան որպես գլխագիր, որ այս պետությունը, որտեղ մենք հիմա ապրում ենք եւ կոչվում է Հայաստանի Հանրապետություն, պիտի վերանա։ Հակառակ դեպքում նորը չի ստեղծվի։ Իսկ եթե վերացավ, ով է ասում, որ նորը կարա առհասարակ ստեղծվի։ Հիմա որ Արցախն էր հանրապետություն, վերացավ, դրա փոխարեն Արցախի 2-րդ հանրապետություն ստեղծվել է, չի ստեղծվել։ Հիմա եթե սա վերացնում ես, ով է ասում, որ այս տարածքի վրա նոր հանրապետություն է ստեղծվելու, դա ելել է 3-1 կամ 4-րդը։ Ոչ մի բան չի, առավել եւս որ ինքը 1000 անգամ ես ու դու ենք դրա մասին խոսել, մեջ բերելով ցիտատ օգոստոսի 24 թվականի 30-ից 20 իր խոսույթի, որ Հայաստանի գործող տարածքի 60-ից 70% Ադրբեջանի գործող սահմանադրությամբ պատկանում է Ադրբեջանին։ Դեռ որ տարածքի վրա ես դու հանրապետություն ստեղծում։ Բրծավ։ Այսինքն այս մարդիկ հրճակել են իրենց գլխավոր նպատակ մեր պետության վերացումը։ Սա են անում։ Հիմա գնացին այս ժողովրդին էլ մեր խափին 3 պատերազմ բերելով ցույց տվեցին թե պատերազմը ինչ սարսափելի արհավիրք է, ինչ ողբերգություններ կարա լինի մարդկանց ընտանիքների կյանքում, մինչև ամբողջ երկրի կյանքում։ Հիմա ասում են տենում եք, մենք ինչքան իշխանության ենք, պատերազմ ենք բերում, կոտորվում եք, վերանում եք վնասները։ Ելն եք ուզում, չէ, ուրեմն խաղաղություն։ Այդ խաղաղության անվան տակ բերել են մի խաղաղություն, որը ոչ միտեղ գրված չի։
Միակ իրանց վկայակոչած փաստաթուղթը դա նախաստորագրված պայմանագիրն է Վաշինգտոնում օգոստոսի 8-ի, որը ասում է այս պայմանագիրը կստորագրվի, եթե դուք հանրաքվե անեք անկախության հռչակագրից հրաժարվեք։ Անկախության հռչակագրից հրաժարվեցիր, ոչ թե ինքը ստորագրելու է դա, այլ հասելու է այն պետությունը, որի արտաքին գործերի նախարարը նախաստորագրել էր, այդ պետությունը վերացել է։ Հետևաբար նոր պետության հետ մենք պայմանագիր չենք ուզում կնքենք, մենք վերականգնում ենք պատմական արդարությունը մեր տարածքների վրա, որտեղ դուք եք ասել, որ 60-70%-ը մերն է։ Սա է մեր հեռանկարը։ Ճիշտ այնպես, ինչպես արվեց Արցախի հետ։ Եվ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից 21-ը Արցախի հետ որպես հանրապետության բանակցություններ չեն ընթացել։ Ասվել է ընդհանրապես, որ Արցախի տեղի հայ համայնքի մի քանի ներկայացուցիչ ոչ ընտրված իշխանություններից, այսինքն նախագահ կամ վարչապետ չէր կարող լինել, վարչապետ չկար, նախագահ կամ ազգային ժողովի նախագահ։ Եվ խորհրդարանի մի падգամավոր Դավիթ Մերկոմյանը գնաց ասավ. Եվ լախ, որ այնտեղ բանակցի կապիտուլյացիայի պայմանները, ոչ թե բանակցի, այլ գլխիկոր ընդունում այն, ինչ իրեն դուրս գալու պայմանները։ Եվ ցավալիորեն այն մոտեցումը, որը հիմա պետականորեն ворթեգրել է, վաղուց է ворթեգրել եւ շարունակում է Ադրբեջանը, դա ոչ թե Հայաստանի Հանրապետության որպես ինքնիշխան պետության հետ բանակցությունների վարումն է, այլ իրենց ընկալմամբ արևմտյան Ադրբեջանի հայ համայնքի հետ բանակցություններն են։ Ալիևը չի ասում, որ ինքը Փաշինյանի հետ քննարկում է օրինակ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանազատման կամ սահմանագծման հարց, ապառազմականացման եւ զինաթափման հարց, ոչ։ Ալիևը ասում է, որ իր հանձնարարականով այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի համայնքը պիտի գա Երևան քննարկելու իրենց բնակեցման պայմանները եւ իրենք նամակով դիմել են Փաշինյանին, որը Փաշինյանը առայսօր չի արձագանքել։ Բայց ասում Հիմա այն բոլոր ԿՊԱ-կանները կամ մեր այն բոլոր հայրենակիցները, որոնք ընտրարշավի ամբողջ ընթացքում ծաղրում էին Հայաստանում բնակեցվելիք ադրբեջանցիների թեման, համարելով 300,000-ը ուռճացված, թող այդ թիվը մի կողմ թողնեն, 3,000 թող լինի, 1,000 թող լինի, որևէ մեկը պատկերացնում է, որ այս պայմաններում, այս մթնոլորտում, այս միջավայրում, այս ծնկաչոք գետնատարած վիճակում մեր պետությունը պետք է ապահովի ադրբեջանցիների բնականon կենսագործունեությունը այստեղ եւ հայերը պիտի կարողանան շփվել ադրբեջանցիների հետ։ Փողը պետք է տան դրանց հələ 17.5 միլիարդ դոլար հələ մենք պիտի փոխհատուցում տանք նրանց կորցրած վնասների համար, երբ որ մեր բյուջեն 10 միլիարդ դոլար չկա, էլ, այսինքն մի երկու հայկական բյուջե էլ մենք պիտի տանք այդ մարդկանց, որպեսզի իրանք ստե լավագույն պայմաններով ապրեն։ Դավիթ ջան, այդ մենք կարանք ապրենք վատ տներում, մի քիչ փոքր տներում 16 միլիոն դրամով մի սահմանամերձ գյուղերում կիսատ պռացալ Քաստանում, ադրբեջանցիները դրանք աներձակ հրաչի պես պիտի ապրեն, ալենի պես պիտի ապրեն դրանք նույն կատեգորիան են, չէ՞, ու իրաց փողը պետք է տա Հայաստանի պետական բյուջեն։ Մենք բոլորս։ Այո։ Եվ վտանգի զգացողությունը իրոք շատերը չունեն, բայց փորձեն պատկերացնել, թե ինչ կկատարվի օրինակ մի միջադեպի ժամանակ, ես հիմա մի քիչ ծայրահեղացված օրինակ բերեմ, երբ ասենք ադրբեջանցի ռազմական հանցագործները, բանտարկյալները, խաժամուժը, իսկ Հայաստան բնակեցվելիք ադրբեջանցիները այդպեսին պիտի լինեն, ասենք Գիտությունների ազգային ակադեմիայի, որ եթե այն կա Ադրբեջանում, ինչ որ պատմաբան չի գալու Երևանում ապրի, էլի, այստեղ տենց հանցագործների են բերելու, այդ հանցագործը պատահաբար որևէ բնակավայրի փողոցում հանդիպի ворթեկորույս մոր կամ ворթեկորույս մայրը մի ադրբեջանցու տեսնի, ինչ կկատարվի։ Ու այդ միջադեպի պատասխանատվությունը, օրինակ, այս վարչախումբը կրելու է, թե ոչ։ Ինչ է խրախուսվում պետականորեն Ադրբեջանում Ռամիլ Սաֆարով որպես հերոս։ Ես կարող ենք Եվ ինչ է խրախուսվում Հայաստանում որպես վարքագծի մոդել։ Լավ սովորիր, որ լավ ապրես, փորդ կուշտ, տակդ չոր, հերոսների նկարները ջնջում ենք, Արցախը միշտ Ադրբեջան է եղել եւ մեծագույն մոլորություն է եղել, որ մենք կարծել ենք, թե Արցախը հայկական է։ Ինչ է ասում նախորդ շաբաթ կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցում։ Ասում է, որ ինքը հպարտ է նրանով, որ 19 թվականին ասել է Արցախը Հայաստան է եւ վերջ, եւ դրա հետևանքով Հայաստանը վերջնականապես եւ անվերադարձ, ինչպես ինքն է ասում, ձերբազատել է Ղարաբաղյան պրոբլեմատիկայից։ Այսինքն ինքը ընդունում է,
որ ինքը հրահրել է պատերազմ, ինքն է սանձազերծել, ինքն է դա ասում։ Եվ ուրախ է հպարտա, որ Ասում է, ես Ադրբեջանը հաղթել է այդ հրահրել եմ, պատերազմում։ ես հրահրել եմ, ես տարել եմ հազարավոր մարդկանց զոհաբերել եմ, հələ էլ քիչ ամբողջ տարածքը նվիրել եմ թշնամուն, դրանից հետո հայտարարել եմ, որ դա միշտ Ադրբեջան է եղել եւ դրանով հպարտ եմ։ Եթե աշխարհում կամ համաշխարհային պատմության ամբողջ ընթացքում այսպիսի երկրորդ անձի կգտնեք, ես կուզեմ հետաքրքրվել, կուզեմ իմանալ, թե դա ով է, չկա այսպիսի երկրորդ տարած։ Ադրբեջանի պատմության մեջ ավելի մեծ հերոս չկա։ Ես էլ մի հատ պիտի Սմբատին հարցնենք Հովհաննիսյանեն գիրք գրող, այնիկ իմանա լավ պատմություն։ Մի հատ էլ Սմբատին հարցնենք, տենակ պատմության մեջ դες բան եղել է, թե չէ։ Սմբատին մա դասագրքեր էլ է գրում։ Սմբատին թողնենք իրանց գործին, բայց մեր հերոստատիտողներին ասենք, որ եթե իրենք ուզում են իրենց համար անվտանգ միջավայր ստեղծեն եւ ապրեն այդ անվտանգ միջավայրում, ապա դրա համար սեփական ջանքեր պիտի գործադրեն։ Իսկ այդ ջանքերը իրացնելու հարցում լավագույն գործընկերը կարող լինի միայն Pantera Security մասնավոր պահնորդական կազմակերպությունը, որ ունի տարիների փորձառություն, հրաշալի անձնակազմ, հագեցածը բավարար տեխնիկական միջոցներով, հմտություններով իրականացնելու պահնորդական տարբեր տիպի ծառայություններ, անհատական պահնորդությունից թիկնապահի ծառայություններից սկսած մինչև տարածքների, այդ թվում անհատական բնակելի տների, առևտրային տարածքների պահպանության իրականացում։ Ծառայությունների ամբողջական ցանկը կամ Pantera-ում կայքում եւ ընկերության սոցիալական հաշիվներում, իսկ համագործակցության համար պետք է զանգարել 077 01 02 30 հեռախոսահամարով։ Այսքանը հարգելի հեռուստադիտողներ, հետևորդներ, սա երկու ճակատ ոդքասթի 147-րդ թողարկումն էր 168 TV-ի եթերում Էդգար Ղազարյանը եւ ես Դավիթ Սարգսյանս վերլուծեցինք եւ ամփոփեցինք շաբաթական լրահոսը, դա սիրով ձեզ համար կանենք նաեւ մյուս ուրբաթ մեր ավանդական 21-ից 21-ին։ Ցտեսություն։